Պարարվեստի նորարարը, մշակույթի նոր այրը Նորայր Մեհրաբյանը 85 տարեկան է։ Անվանի վարպետը կյանքի 80 տարի նվիրել է պարարվեստին։ Ոչ մի համերգի դահլիճից չի հետևել, միշտ կուլիսներում է եղել, պարողների կողքին։ Հոբելյանական համերգն էլ բացառություն չէր, չնայած առաջացած տարիքին ու առողջական վիճակին, Նորայր Գուրգենիչը դարձյալ ետնաբեմում էր։ Ես չեմ կարող գնամ նստեմ դիրեկտորսկի լոժա ու համեր գնայեմ, ոչ ես կուլիսում պետք է լինեմ, հիմա էլ չեմ գնալու, կուլիսում պետք է լինեմ, նրանց կողքը, տեսնեմ նրանց դեմքի արտահայտությունը, չեմ կարող ես անտարբեր մարդը, դաժան մարդ է։ Շուրջ 40 տարի առաջ է հիմնադրվել Բարեկամություն համույթը, կարճ ժամանակ անց այն դարձավ հայկական պարարվեստի կարևոր բաղադրիչներից մեկը։ Իմ համարների մեջ, չգիտեմ ոնց բացատրեմ, ես գերադասել եմ սերը, հայրենիքը, մենք բոլորս ինչ ենք, սա եմ սիրեցի Յարստարանի Սահակյան, Շիրազ, Սևակ, սա է իմ նպատակը, ոչ թե ուղղակի պար շարժումներով լցված, չէ, ես սիրել եմ արվեստը, որ բան է ասում, խոսք ունի ասելու։ Արվեստակից ընկերներն ու մասնագետներն ասում են, նա հեղափոխություն արեց պարարվեստում, ժողովրդականը միաձուլելով բալետային արվեստին։ Այդ տարիներին դա միշտ չէ, որ ընդունվում էր, բայց Նորայր Մեհրաբյանի համառությունն անդրդվելի էր։ Քննադատում էր իհարկե որոշ շրջանակներում ասում բալետ են պարում, չհասկանալով բալետի արժեք, բալետի այդ բանը, բայց ես բալետ չեմ պարել, ես հայկական եմ պարել, իմ ոճով։ Վարպետն ասում է, սիրում է իր բեմադրած բոլոր պարերը, բայց նաև չի թաքցնում, հոգու բեմադրությունները երկուսն են։ Կոմիտաս Ծիրանի ծառ կռունկ։ Ուսներ իրանց տեղում են լավ են, ամեն ինչ է նորմալ ավան, բայց այդ երկուսը Ծիրանի ծառ կոմիտաս և կռունկ։ Դա ինձ համար, ինձ ճիշտն ասեմ անկեղծ, կային բալետմեստերներ, մեծերը, որ ասում են, գործ չունես նորի ժամ, Ծիրանի ծառ, կռունկ բան, մի քիչ բարդ է, մի քիչ թեմատիկա, ասում են, եթե պրավալ էլ լինի պետք է անեմ։ Մեհրաբյանի բեմադրություններն առանձնանում են իրենց ոճով, խորեոգրաֆիկ լուծումներով ու սյուժետայնությամբ։ Նրա բոլոր կերպարները կենսագրություն ունեն և խորը ապրումներ։ Խոսալ Նորայր Մեհրաբյանի մասին և դժվար է և շատ հաճելի, կենդանի լեգենդ և այսօր ինձ համար և բարդ և պատասխանատու, ինչի չէ նաև հաճելի է, որ այսօր իր հոբելյանական համերգի երեկոն կազմակերպում եմ իհարկե ժողովրդական երաժշտության և բարեազգային կենտրոնի հետ միասին։ Բարեկամություն պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանն է, վարպետի կողքին քայլել է դեռ ուսումնառության տարիներից։ Այսօր արդեն փորձառու պարուսույց է, բայց Նորայր Մեհրաբյանի խորհուրդների կարիքը միշտ ունի։ Միշտ պարոն Մեհրաբյանը պահանջկոտ է եղել անկախ իր ներքուս սիրելուց տվյալ անձին և փորձել է բոլորի մեջ տեսնելով այդ ճրագը ավելի պահանջել նրանցից և իր մոտ բացառություններ չեն եղել։ Շեշտում էր, որ իմ արվեստի գործերը դա բեմ հանողը դուք եք։ Պարերի մեջ կա սյուժե, իմաստ, սեր, երջանկություն, տխրություն, ամեն ինչ կա։ Նորայր Մեհրաբյան 85 հոբելյանական երեկոյի ռեժիսորը Արամ Սուքասյանն էր, իսկ Բարեկամություն անսամբլը ներկայացել էր իր ամբողջ գունապնակով, անգամ այն անձիկ, ովքեր տարիներ առաջ էին պարել անսամբլում։
այսօր երկար դադարից հետո նորից վերադարձել եմ մեր մեծ վարպետի Նորայր Մեհրաբյանի 85-ամյակը միասին տոնելու եւ նշելու այդ հրաշք օրը միասին անցկացնելու։ Վարպետից ինչ եք վերցրել ամենակարևորը։ Ամենակարևոր կարգապահություն, դիսցիպլինա, պրոֆեսիոնալիզմ, բեմադրական աշխատանք, հսկայական տեխնիկա, այսինքն այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ պարողին։ Պարոն Մեհրաբյանին նախ շնորհակալ եմ, որ մենք իր արվեստի մի մասն ենք ու ուզում եմ, որ այն խարույկը, որի շուրջ նա մեզ հավաքել է, շարունակի տարածել իր արվեստի լեզուն։ Վարպետի որդին, վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանը հոր հետ աշխատել է ուսումնարանից մինչև պրոֆեսիոնալ բեմահարթակ։ Մասնագիտական վեճերն ու քննարկումները նրանց համագործակցության անբաժան մասն են եղել։ Արսենն անկեղծանում է, հայրը բոլորի նկատմամբ է խիստ ու պահանջկոտ, իր նկատմամբ առավել ևս։ Իմ հիշողություններում, որ ինքը սենյակում բեմադրում էր, ես դռնից sense շատ քիչ բացում է եւ նայում է ինքը ինչպես է բեմադրում։ Որ սկսել եմ բեմադրական աշխատանքը, արդեն ուրիշ process է սկսել, ավելի մտքերով կիսվել, ավելի մտահղացումներ, ավելի մտքեր, ավելի տարբեր ներկայացումների մասին ենք զրուցել։ Մեհրաբյանի խորհուրդները շատ են եղել, բայց կան մտքեր ու արտահայտություններ, որ միշտ ուղեկցում են արտիստներին։ Պարոն Մեհրաբյանի արտահայտությունները չի լինի չհիշել, ամենակարևորներից, որ երբեք չմեծամտանաք։ Բեմադրի չկանք չառնես։ Օբելյանական համերգից առաջ վարպետը չի թաքցնում հուզմունքը։ Ասում է ամենաշատը կարոտում է իր անսամբլի պարողներին, խոստովանում է, արվեստագետի համար մի կյանքը քիչ է, նրանք այդպես էլ չեն ավարտում իրենց ասելիքը։ Ես ճիշտ է 85 տարեկան եմ, արդեն հասկանում եմ, որ մեծ եմ, էս եմ, են եմ, բայց ինչ որ շունչ է պետք, հետո նորից տալ ասել, ինչ որ եթե բան ունես ասելու, ասա։ Տոնական համերգից հետո բեմի վարագույրը չէր փակվում։ Հանդիսատեսը շարունակում էր բուռն ծափահարել ու բեմ հրավիրել վարպետին։ Բոլորից ես ելնամ և գնում հաջողություն ձեզ։ Ալմի Գերեքին, Սամվել Գալստյան,